Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ներկայացնում եմ ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին ՀՀ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացրած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման ապարատի բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ ունեցել ազգային անվտանգության, պետության ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար, վտանգի տակ դնելով նաև մեր երկրի ապագան։ Առաջին, ազգային անվտանգություն, ռազմավարության ձախողում և կապիտուլյացիա։ Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է, ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում։ Արցախի կորուստ։ Նիկոլ Փաշինյանի կողմից արցախյան հակամարտության տասնամյակներ բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնորանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդրի նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և գործունեություն։ Այս ամենը կառավարության ղեկավարի կողմից իրականացված ձախողված ռազմական և դիվանագիտական քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը։ ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն և պետական մտածողություն հայ ռազմագերիներին, ինչպես նաև պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, շինծու մեղադրանքներով, ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությանից վերադարձնելու հարցում։ Ավելին, կառավարությունը ցուցաբերել և ցուցաբերում է հանցավոր անգործություն այս հարցում։ Սա անուղղակի մեղսակցություն է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։ ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում։ ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ, Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերաբար ոտնձգությունների և ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներխուժումների հետևանքով։ 2021 թվականից սկսած թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված սահմանները, գրավել տարածքներ ՀՀ սահմանամերձ շրջաններում և դա կատարվել է ՀՀ կառավարության բացահայտ անգործության և անպտղության պայմաններում։ Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։ Ավելին, բազմիցս արված հայտարարությունները, որ ՀՀ տարածքում օտար զինված ուժերի ներկայությունը վիճարկելի սահմանների խնդիր է, կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գոյությունը։ Սա պետական ինքնիշխանության թուլացման և տարածքային ամբողջականության խաթարման անհերքելի վկայություն է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի տապալում։ Ըստ կառավարության ծրագրի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կոչված է ծառայել Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և պետք է լիներ կառավարության առաջնահերթությունների շարքում։ Այս տարիներին կառավարության իրականացրած քաղաքականությունը տրամագործորեն հակառակն է իր ծրագրին։ Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից։ Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում։
Գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկրի դիրքերը էապես թուլացել են։ Միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ ժամանակը հիմա է, նախքան վերահաս եւ հնարավոր է նաեւ կործանարար նոր աղետները։ Հարգելի գործընկերներ, սա այն նախագիծն է, որը մենք մտցրել ենք շրջանառության մեջ։ Սրա հետ կապված նաև վերջին ամիսներին բավականին ակտիվ գործընթաց է տեղի ունենում, բավականին մեծ թվով հանդիպումներ, քաղաքական կոնսուլտացիաների ժամանակահատված է, եւ այս տեսանկյունից նաև ես ուզում եմ հավելել նաև հետևյալը։ Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան առայն, թե երկրում ստեղծված աննախադեպ ծանր ու ճգնաժամային իրադրության պայմաններում հավաքական առումով ընդդիմությունը ինչ անելիք ունի, ինչ առաջարկ ունի հասարակությանը եւ որն է պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը։ Հանրապետականը իր հստակ դիրքորոշումը արտահայտել է, ինչը դրսևորվել է պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկով։ Թեպետ մենք մեր մոտեցումը ի սկզբանե ներկայացրել էինք, սակայն մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք ոչ միայն այս գործիքի, այլ ընդդիմադիր դաշտում առկա այլ գործիքակազմերի ու առաջարկների շուրջ քննարկումներին, որովհետև մեզ համար առաջնայինը լայն կոնսենսուսի համախմբման գործընթացի ձևավորումն է։ Այս ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժերի նախաձեռնությունների, գործիչների եւ պարզապես իրավիճակով մտահոգ քաղաքացիների հետ ենք հանդիպել։ Առավել առարկայական քննարկումները, որը ունեցել են ավելի ինտենսիվ բնույթ, ունեցել ենք վերջին 2-3 շաբաթվա ընթացքում քաղաքական դաշտի տարբեր մասնակիցների, դերակատարների հետ հանդիպումներում։ Եթե ամփոփեմ վերջին ամիսների քննարկումները, ապա ակնհայտ է, որ առնվազն մի քանի առանցքային հարցերում ընդհանուր առմամբ ունենք ձևավորված կոնսենսուս։ Առաջինը դա վերաբերում է կառավարության անվստահություն հայտնելու հիմքերին, որի հետ կապված իրական ընդդիմադիր շրջանակներում մոտեցումները ներդաշնակ են։ Երկրորդ, ներընդդիմադիր դաշտում կա հստակ փոխհամաձայնեցում այն հարցում, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել գործող իշխանությանն ու նրա ղեկավարին կոմֆորտ զոնայից դուրս բերելու եւ իրականության հետ առերեսվելու համար։ Երրորդ, ընդդիմադիր դաշտում գերիշխող է այն մոտեցումը, որ չպետք է թույլատրել իշխանությանը սեփական օրակարգը հասարակության վզին փաթաթել է եւ ընդդիմությունը պետք է այս առումով նախաձեռնողականություն դրսևորի օրակարգի ձևավորման եւ խաղի կանոններ թելադրելու առումով։ Չորրորդ, ընդդիմադիր դաշտում առկա է ընկալում, որ մեր երկրում ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են պատուհան բացել ներքաղաքական պրոցեսները արդյունավետ ռեսերի վրա դնելու եւ մեր քաղաքացիների առաջ բարձր պատասխանատվություն ստանձնելու համար։ Հինգերորդ, ներընդդիմադիր հարաբերություններում ավելի շատ առկա է փոխըմբռնման, միմյանց ձեռք սեղմելու եւ համախմբվելու տրամադրություն, քան հակադրվելու, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում համազգային ճակատի ձևավորման համար։ Վեցերորդ, բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիներն իրադրության առանձնահատկություններն ու վտանգավորությունը գիտակցելով մեզանից ակնկալիք ունեն, որ մենք շարժվենք ոչ միայն ընտրական տրամաբանության շրջանակներում, այլ անենք մեզանից կախված հնարավորինը միջև ընտրություն իրավիճակ փոխելու եւ այս իշխանության ագրեսիան սեփական ժողովրդի նկատմամբ զսպելու ուղղությամբ։ 7-րդ, մեր նախաձեռնած քննարկումները նաև ցույց տվեցին, որ կա բավականին լայն ընկալում առայն, որ գործող իշխանության առաջնորդի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հղի է մեր երկրի համար ծայրահեղ վտանգավոր հետևանքներով։ Օրինակ, երբ քաղաքական դիսկուրսում նոր էր շրջանառվում կառավարության անվստահության հայտնելու գաղափարը, արդեն այդ պահին ստեղծված իրավիճակային սրացումներով հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանական սարսափելի հարձակումները դեռ այսպիսի ծայրահեղ մակարդակի չէին հասել։ Եկեղեցու երկու հարգված սրբազանները դեռևս չէին կալանավորվել։ Մեզ հետ միասին էր մեր ընկեր Արտուր Սարգսյանը, արցախցի մեր գործընկեր Դավիթ Գալստյանը, նահատակված մեր հայրենակից Ակոբ Ռոստոմյանի հարգարժան հայրը, Արա Ռոստոմյանը, բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, բարերար
Սամվել Կարապետյանը։ Ի վերջո չկային Վաշինգտոնյան պայմանավորվածություններն ու հասարակությանը մոլորեցնող տոտալ կեղծիքի արմատական դրսևորումները։ Հարգելի գործընկերներ, մինչ այս լսումները տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաներն ու այսօրվա միջոցառումը պետք է դառնան այն հանգրվանային կետը, երբ կհստակեցվեն ոչ միայն մեր դիրքորոշումները, այլ հնարավորություն կստանանք շարժվելու իրավիճակից բխող լավագույն ճանապարհով։ Հանրապետականի առաջարկն արդեն հնչել է, լայն քննարկումների առարկա դարձել, եթե կան այլ մոտեցումներ եւ լուծումներ, մենք պատրաստ ենք դրա դետալային քննարկմանը։ Եկեք մի կողմ դնենք այս կամ այն փուլում մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, նեղ քաղաքական շահերը եւ մանրամասն քննարկումներով կարծիքների փոխանակմամբ հասնենք առավելագույնս մեծ կոնսենսուս ապահովող եւ դրա իրականացման համար վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության։ Շնորհակալություն ուշադրության համար։